2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի հարկման համակարգի շրջանակում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց շրջանակում նոմինալ դրույքաչափերի բարձրացման հետ մեկտեղ ընդլայնվել է ծախսագրման հնարավորությունները, թույլ տալով հարկի գումարից նվազեցնել նաև իրացման հետ կապված ծախսերը, օրինակ անձնակազմի աշխատավարձ, տարածքի վարձակալություն եւ այլն։ Շրջանառության հարկի փոփոխությունների փաթեթները քննարկվեցին նաև ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ խորհրդի նիստին եւ որոշում էր կայացվել դիտարկել նաև շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարողների համար վարչական ծախսերի գծով ծախսագրման հնարավորությունը։ Մեր առաջարկն էր այս խորհրդի շրջանակում, որպեսզի վարչական ծախսերը եւս հնարավորություն լինի նվազեցնել։ Այն ընկերությունները, որոնք շրջանառության հարկի հարկման համակարգի շրջանակում էին աշխատում, հարկը, որը ձևավորվում էր, որ պետք է վճարեին, այդ հարկի գումարից իրանք կարող են նվազեցնել վարչական ծախսերը, օրինակ հաշվապահական ծախսեր, իրավաբանական ծախսեր, տնօրենի աշխատավարձ եւ մի շարք այլ վարչական տեսակի ծախսեր, եւ հետեւաբար արդեն վճարել ոչ թե սկզբնական շրջանառության հարկի գումարը, այլ վճարել բավականին ավելի նվազ չափի գումար։ Ի սկզբանե նվազեցվող ծախսերի ցանկում ներառված էին ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների արտադրության կամ մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, իրացման ծախսերը եւ առք ու վաճառքի ապրանքների սկզբնական արժեքը։ Մարտի 26-ին ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվեց հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նվազեցվող ծախսերի ցանկում ներառվեցին նաեւ վարչական ծախսերը։ Դադենք, եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպություն է ու պետք է վճարեր 7% շրջանառության հարկ, իսկ շրջանառությունը կազմել էր պայմանական 100,000 դրամ, այս պարագայում ոչ թե վճարում է 7,000 դրամ, այլ 7,000 դրամից կարողանում են նույնիսկ նվազեցնել հաշվապահի ծախսերը, տնօրենի աշխատավարձը եւ այլն։ Իսկ պայմանական վճարել մինչև 3,000-3,500 դրամ։ Նիստի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջարկեց շրջանառության հարկի հարկման համակարգից հանել մի շարք մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում ճարտարապետական, գովազդային, անասնաբուժական, բրոկերային ծառայություններ մատուցող, ինչպես նաև հաշվապահական եւ իրավաբանական ծառայություններ։ Խորհրդի անդամների դիրքորոշումը բացասական էր տվյալ հարցում։ Ֆինանսների նախարարությունը համաձայնեց թողնել տվյալ մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի հարկման համակարգում, ընդհանուր հարկման համակարգ տանելով միայն իրավաբանական եւ հաշվապահական ծառայությունների հատվածը։ Հաշվի առնելով, որ վերջինս կարող է բերել շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունների համար հաշվապահական ծախսերի բարձրացման, ՀՀ ֆինանսների նախարարությունը նիստի արդյունքներով համաձայնեց, որ վերջնական վճարման ենթակա հարկի գումարը նվազեցվի այդ ծախսերի չափով։